նեղած գոտին խելքի բերեք, ինքը իրեն լավ ճանաչի, ուղեղի ծալքերը մաքրի, նեղանալուց հեռու փախչի։ Նախ մտածի, ինչն է իրեն նեղացրել, սրտին մոտիկ է ընդունել, օրգաններն են իրենց տրված ֆունկցիաներից խախտվել, այդպես է կյանքը փչացրել։ Միշտ մտածի, նեղանալուց, միայն իրեն վնասում, զուր ջիղերն է քայքայում, ոչ մեկին նա չի վնասում, էլ ինչու է ինքն իրենից հեռու փախչում, միթե ինքն է իր թշնամին, որի հետ դժվար է ապրել, թշնամուն է ներս թողել, ուղեղի մեջ խժդժոց է առաջացրել, հենց դրանից վատ զգացել, և իր թշնամին է դարձել։ Փորձեք ձեր ներսից դուրս մղել, մտքերով նրա հետ կռվել, նրա դեմքին ուղիղ նայեք, ինչ որ կուզեք արտահայտվեք, ներսում նրա հախից եկեք, այդպես նրան դուրս շպրտեք, որ այլևս նա չփորձի ձեր մտքերը զուր խճճի։ Ինքն իրեն է արդարացնում, մեղքն ուրիշին վերագրում, բայց միշտ սրտի մեջ է պահում, ուրեմն ինքը իրեն չի սիրում, այդ մեղքն է սրտում պահպանում և դրանով հաճախ սնվում։ Նրան դուրս շպրտել չի փորձում, մեղքերի մեջ է խճճվում, այդ մեղքն է հաճախ ձգում, այդ մեղքի տակ է ծանրանում, հիվանդություններ է ստանում, փորձանքների է հանդիպում։